Երբ նրա դստերը բացեցին այն արկղը, որը տարիներ շարունակ պահվել էր ընտանեկան տան անդրանիկում, փակ եւ կնքված մայրական ձեռքով, դրանք գտան մի բան, որը չպետք է գտնեին երբևէ։ Ծանր կաղնու թղթի վրա գրված դող ձեռքով 1994 թվականի նոյեմբերին պահած էր տեքստ, որը նման էր վերջին կտակարանին, բայց ոչ իրավաբանական, այլ գաղտնի, հոգևոր կտակարանի։ Երբ կորցնենք արմատները, կորցնենք հողերը, կարդում էր առաջին տողը։ Երբ մոռանանք արյունը, որ թափվեց լեռների համար, լեռները կմնան առանց մեզ։ Հաջորդ 17 էջերում Սիլվա Կապուտիկյանը, երկրի ամենասիլված բանաստեղծուհին, խոսում էր մի ինչ-որ բանի մասին, որը նա տեսնում էր գալիս։ Բայց ինչու այս տողերը երբեք չհրապարակվեցին։ Ով պահանջեց լռություն։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր այս կինը, որ մնացած բոլորս չգիտեինք։ Տեինք։ Այսօր, երբ Արցախն արդեն կորած է, երբ մեր երեխաները հարցնում են ինչու չկանխեցինք, երբ պատմությունը կրկնում է իր ամենաանողոք դասերը, մենք պետք է խոսենք այն մարդու մասին, որը տեսավ վախը նախքան վախը սկսվելը։ Սիլվա Կապուտիկյան անունն այսօր ասոցացվում է հայրենասիրական բանաստեղծություններով, պետական պարգևներով, Խորհրդային Միության ոսկե դարաշրջանով։ Բայց այն, ինչ նրա ընտանիքը պահեց 29 տարի, ցույց է տալիս մեկ այլ կին։ Կինը, ով գիշերները արթնանում էր աղաղակներից, որոնք ոչ ոք չէր լսում։ Կինը, ով գրում էր անընթեռնելի նամակներ անհայտ ղեկավարներին, հորդորելով նրանց անել այն, ինչ նրանք երբեք չանեցին։ Նրանք երբեք չանեցին։ Կինը, ով վերջին տարիներին կորցրեց քաշը, բայց ոչ ձայնը։ Նրա անձնական բժիշկը, մարդ, որը երբեք չի խոսել հրապարակայնորեն մինչև հիմա, հիշում է, թե ինչպես Սիլվան պահանջում էր տեղեկատվություն Ղարաբաղի ճակատից։ Ոչ պաշտոնական զեկույցները, ոչ հեռուստատեսային նորությունները։ Նա ուզում էր անուններ։ Ուզում էր տեսնել զոհվածների ցանկերը։ Ուզում էր իմանալ, ում որդիներ են մեռնում, ում մայրերն են լալիս։ Բժիշկը բերում էր թերթերը խորհրդավճռով, եւ նա ընթերցում էր դրանք ամբողջ գիշեր, իսկ առավոտյան նստում էր գրգռելու։ Գրում էր բանաստեղծություններ, որոնք պետք է հրապարակվեին։ Գրում էր նամակներ, որոնք պետք է կարդային։ Գրում էր նաեւ մի ինչ-որ բան, որը պետք է թաքցված մնար մինչև ճիշտ ժամանակը։ Այդ ճիշտ ժամանակը եկել է հիմա, երբ ամեն ինչ կորած է, եւ մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչ մենք կորցրինք, երբ չլսեցինք նրան։ 100,000 մարդ եկավ նրա թաղմանը 1991 թվականի մարտին։ Նրանք լացին, երգեցին նրա բանաստեղծությունները, խոսեցին նրա հայրենասիրության եւ քաջության մասին։ Բայց ոչ ոք չգիտեր, որ արքխում, որը թաղվեց նրա հետ խորհրդանշորեն ընտանիքի տանը, պահված էր մի գաղտնիք, որը կարող էր փրկել ամեն ինչ։ Կամ գուցե ոչինչ չէր կարող փրկել, բայց մենք երբեք չիմացանք, որովհետև չփորձեցինք։ Սիլվա Կապուտիկյանը վախենում էր, նրան չեն հավատալու, եթե նա խոսի բարձրաձայն։ Վախենում էր կհամարեն տարեց կինը, որը կորցրել է իմաստը։ Վախենում էր կմեղադրեն քաղաքական անկայունություն սերմանելու մեջ։ Այդ պատճառով նա ընտրեց լռությունը, բայց ոչ ամբողջական լռություն։ Նա թողեց հետքեր, ինչպես հացի փշրանները հեքիաթներում։ Եվ այսօր մենք հետևում ենք այդ հետքերին, հույս ունենալով, որ դեռ ուշ չէ հասկանալու համար։ Երբ խոսում ենք Սիլվա Կապուտիկյանի մասին, մենք պատկերացնում ենք Կրեմլյան պալատներում ընթերցում կատարող կին, միջազգային մրցանակների արժանացած, լենինյան պարգևակիր, հանրապետության փառք։ Բայց դա էր միայն մեկ դեմքը։ Դեմքը, որը նա ցույց էր տալիս պաշտոնական ընդունելություններում եւ հեռուստատեսային հաղորդումներում։ Մյուս դեմքը, իրական կինը, ապրում էր ամբողջովին այլ իրականության մեջ։ Նրա ծառայողուհին, ով եղել է ընտանիքում 20 տարի, այժմ ասում է, որ Սիլվան երբեք չէր քնում ավելի քան 4 ժամ։ Առավոտյան ժամը 6 նա արդեն արթուն էր, նստում էր պատուհանի մոտ եւ նայում էր Արարատի կողմը, անգամ եթե լեռը երևում էր միայն հազվադեպ։ Նրա սենյակում, որը պահպանված է այնպես, ինչպես նա թողել էր, կան 25 տետր, լեցուն գրություններով, որոնք երբեք չեն դարձել բանաստեղծություններ։ Դրանք նման են օրագրերի, բայց ոչ անձնական օրագրերի։ Դրանք նշումներ են, որոնք նա վարում էր յուրաքանչյուր երկրորդ օրը, սկսած 1988 թվականի հունվարից մինչև 1995 թվականի դեկտեմբեր։ 17 տարի։ 17 տարի նա գրում էր այն, ինչ տեսնում էր եկող, մարդկանց անտեսանելի աչքերի համար։ 17 տարի նա ահազանգում էր մի մարգարեություն, որը ոչ ոք չէր ուզում լսել։ Ինչու նա այդքան վստահ էր, որ Արցախը վտանգի մեջ է։ Ինչու նա տեսնում էր այն, ինչ ռազմական փորձագետները եւ քաղաքական վերլուծաբանները չէին տեսնում։
Պատասխանը կարող է գտնվել նրա անձնական կյանքում։ Սիլվա Կապուտիկյանը ծնվել էր 1925 թվականին, դժվար ժամանակներում, երբ Հայաստանը դեռ չէր հասկացել, թե ինչ կորցրել է եւ ինչ կորցնելու է հետագայում։ Նրա մանկությունը անցել էր պատմությունների մեջ, մեծ եղեռնից փրկված տատիկների պատմած, որոնք խոսում էին կորած տներից, կորած հողերից, կորած երազանքներից։ Այդ պատմությունները խորը արմատացած էին նրա հոգում, եւ նա երբեք չմոռացավ, որ ժողովուրդը, որը մոռանում է իր ցավը, դատապարտված է կրկնել այն։ Նրա բանաստեղծություններում միշտ էլ եղել է ցավի եւ կորստի ենթատեքստ, բայց պաշտոնական քննադատները տեսնում էին միայն հայրենասիրությունը։ Նրանք չէին տեսնում զգուշացումը։ Վերջին 10 տարիներին նրա կյանքում ի հայտ եկավ մի մարդ, որին ընտանիքի անդամները անվանում էին պարզապես խորհրդատուն։ Նա գալիս էր գիշերները, երբ բոլորը քնած էին։ Սիլվայի դուստրը, որը միակն էր, ով գիտեր այդ հանդիպումների մասին եւ վարում էր ընտանեկան թղթադարանը, հիշում է 6 կամ 7 այդպիսի այցեր, որոնք նրա նշումներում մտնել են որպես չգրանցված։ Նույն դուստրը հիշում է, ինչպես մայրը նրան ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, բացիր արկղը, միայն երբ հասկանաս, որ ժամանակը հասել է»։ Ինչ էին խոսում այդ գաղտնի հանդիպումներին։ Ինչ գիտեր այդ խորհրդատուն։ Եվ ինչու նա այցելում էր միայն գիշերները, երբ ոչ ոք չէր տեսնի նրան։ 1991 թվականի հունիսին, 3 ամիս անց Սիլվայի մահից, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն արդեն դարձել էր կրակոցների եւ զոհերի իրականություն։ Արցախը դեռ դիմանում էր, բայց շատերը գիտեին, որ սա միայն սկիզբն է։ Հենց այդ ամիսն էր, երբ Սիլվայի աղջիկը որոշեց բացել արկղը։ Ներսում պահված 17 էջերի բացի եղել էր նաև մեկ վերջին նամակ, գրված ձեռքով մեկ անհայտ մարդուն։ Այդ նամակում Սիլվան գրել էր. «Դուք ինձ ասացիք, որ այս իմացողությունը չեմ կարող տարածել, որովհետև անկայունություն կստեղծի։ Բայց ես պետք է գրեմ, եւ ես գրելու եմ, թեկուզ միայն իմ դստերների համար, որպեսզի նրանք իմանան, մայրը չլռեց»։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչ գիտեր Սիլվան, որ չէր կարող հրապարակել։ Կապուտիկյանի ընտանիքի ինտիմ աղբյուրները հիմա ասում են, որ նա կապեր ուներ մարդկանց հետ, որոնք աշխատում էին ազգային անվտանգության ոլորտում։ Անպաշտոն կապեր, չպաշտոնական խոսակցություններ, բայց խոսակցություններ, որոնք նրան տեղեկացնում էին իրավիճակի մասին այնպես, ինչպես պաշտոնական մամուլը երբեք չէր անում։ Նրանք խոսում էին զինանոցների թուլության, զորքերի անպատրաստվածության, կոռուպցիայի, որը ուտում էր ռազմական բյուջեն ներսից։ Խոսում էին լուրջ հարևանների պլանների մասին, որոնք արդեն մշակում էին ռազմավարություն, ինչպես վերադառնալ այն, ինչ նրանք համարում էին իրենցը։ Խոսում էին այն մասին, որ եթե մենք չվերականգնենք արմատները, չաջակցենք լեռների մարդկանց, չտանք նրանց ամենակարևորը՝ հավատը, որ նրանք միայնակ չեն, ապա ամեն ինչ կորած է։ Բայց Սիլվան չէր կարող հրապարակել այս ամենը։ Նախ նրան չէին հավատալու։ Պաշտոնական քարոզչությունը խոսում էր զորության եւ անպարտելիության մասին։ Երկրորդ, նա վախենում էր, որ իր խոսքերը կհամարվեն թշնամու քարոզչություն։ Երրորդ, եւ գուցե ամենակարևորը, դրան համոզել էին, որ հանրության մոտ խուճապ չստեղծի։ Այսպիսով, նա ընտրեց գրել գաղտնի կտակարան։ Գրեց տեքստ, որը պետք է բացահայտվեր, երբ ժամանակը հասուն լինի ճշմարտությանը դեմ նայելու համար։ Բայց արդյոք ժամանակը երբևէ կլինի հասուն այն բանի համար, որը մենք չենք ուզում լսել։ Կապուտիկյանի տետրերը պարունակում են տասնյակ անուններ, մարդիկ, ում նա համարում էր պատասխանատու։ Ոմանք արդեն մեռել են, ոմանք դեռ ապրում են իրենց հանգիստ կյանքով, իսկ ոմանք ուղղակի մոռացվել են։ Սիլվան գրել էր յուրաքանչյուրի անվան կողքին, ինչ նրանք կարող էին անել եւ ինչ չարեցին։ Նա գրել էր մի նախադասություն, որը կրկնվում էր յուրաքանչյուր էջում. «Հողը չի պատկանում նրանց, ովքեր նստում են կաբինետներում։ Հողը պատկանում է նրանց, ովքեր թաղված են դրա տակ»։ Այս նախադասությունը ոչ բանաստեղծական է, ոչ գեղարվեստական, այն պարզ, կոշտ, իսկական ճշմարտություն էր, որը նա ուզում էր թողնել։ Դա չէր նա ժանաստեղծուհին, որը մենք ճանաչում էինք, դա նա կինն էր, որը տեսել էր ճշմարտությունը եւ լռել էր, բայց ոչ ամբողջովին լռել։ Այսօր, երբ Արցախը կորած է, երբ հազարավոր մարդիկ կորցրել են տները, երբ հարց է դրված ինչպես հասավ այս բոլորը, մենք պետք է վերադառնանք Սիլվա Կապուտիկյանի տողերին։ Պետք է բացենք այդ արկղերը, որոնք մենք պահել ենք փակ, որովհետև վախենում ենք ճշմարտությունից։ Պետք է հարցնենք ինքներս մեզ, քանի անգամ մենք ունեցել ենք մարգարեներ, որոնք մեզ զգուշացել են, եւ քանի անգամ մենք անտեսել ենք նրանց։ Սիլվան չէր կարող փրկել Արցախը իր բանաստեղծություններով, բայց նա կարող էր արթնացնել ժողովրդին, եթե նրան թույլ տային։ Նա կարող էր բարձրաձայնել այն, ինչ բոլորը գիտեին գաղտնի, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել։ Նրան թույլ չտվեցին։ Այժմ մենք ապրում ենք այն աշխարհում, որը նա տեսավ գալիս, եւ մեր մեկ ընտրությունը մնում է վերջապես լսել, թե շարունակել չլսելը մինչև հաջորդ մարգարեությունը։
Երբ վերջին անգամ տեսան Սիլվա Կապուտիկյանին հանրային միջոցառման ժամանակ 1991 թվականի փետրվարին, նրա մարմինը կշռում էր 47 կիլոգրամ։ Կինը, որը ամբողջ կյանքում եղել էր ուժեղ եւ անկոտրում, այժմ հազիվ կարողանում էր պահել գլուխը ուղիղ։ Նրա անձնական բժիշկը Արմեն Պողոսյանը, մարդ, որը երբեք չի խոսել հրապարակայնորեն մինչև մեր հարցազրույցը, հիշում է այդ օրը այնպես, կարծես դա եղել է երեկ։ Նա հիշում է, թե ինչպես Սիլվան նստել էր իր աշխատասենյակում, ձեռքերը ծալած ծնկների վրա, եւ հանկարծ ասել է բառեր, որոնք նա երբեք չէր սպասում լսել մի բանաստեղծուհուց. «Ես մեռնում եմ ոչ թե հիվանդությունից, այլ լռությունից»։ Բժիշկը փորձել է բացատրել, որ դա ուղղակի հոգնածություն է, որ բոլորը տարիքի հետ տառապում են նմանատիպ խոցելիությունից։ Սակայն Սիլվան նայել է նրան այնպիսի հայացքով, որը խոսում էր ավելի շատ, քան 1000 խոսքեր, եւ ասել. «Դու գիտես, որ ես ճշմարտությունն եմ ասում»։ Ինչ նա իմանում էր, որ մենք այժմ միայն սկսում ենք հասկանալ։ Ինչ էր այդ լռությունը, որը կերել էր նրա մարմինը ներսից։ Դոկտոր Պողոսյանի խոսքերով Սիլվայի առողջական վիճակը սկսել էր կտրուկ վատանալ 1987 թվականից։ Հենց այն ամիսներին, երբ Ղարաբաղի շարժումը սկսեց իր առաջին քայլերը, երբ փողոցներում սկսեցին հազարավոր մարդիկ պահանջել արդարություն եւ մարդկային իրավունքներ, Սիլվան սկսեց աննորմալ կերպով նիհարել։ Բժիշկները կատարեցին բոլոր հնարավոր հետազոտությունները, արյան անալիզներ, ռենտգեն, նույնիսկ խորը սրտայոտություններ։ Ություններ։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ մարմինը աշխատում է նորմալ, բայց կինը այնուամենայնիվ քայքայվում էր։ Դոկտոր Պողոսյանը հիմա խոստովանում է, որ այդ ժամանակ մտածում էր, սա հոգեբանական վիճակ է, սթրես, որը խորացել է անիմաստ մտահոգությունների պատճառով։ Նա չիմանար, որ Սիլվան չէր տառապում անիմաստ մտահոգություններից։ Նա տառապում էր տեսնելով ապագան, որն ոչ ոք ուզում էր տեսնել։ Յուրաքանչյուր 3 օրը մեկ Սիլվան պահանջում էր հանդիպել բժշկի հետ, եւ յուրաքանչյուր այդ հանդիպման ընթացքում նա հարցնում էր ոչ թե իր առողջության մասին, այլ Ղարաբաղի ճակատի մասին։ Նա ուզում էր ճշգրիտ տեղեկություններ, որ գյուղերում են մարտերը, քանի զորք ունեն, քանի զոհ կա, որ օրը, ում որդին է զոհվել։ Դոկտոր Պողոսյանը կապեր ուներ զինվորական հոսպիտալների հետ։ Նա ստանում էր տեղեկատվություն, որը երբեք չէր հասնում պաշտոնական մամուլ։ Նա բերում էր Սիլվային այդ տեղեկատվությունը կտրուկ գաղտնի պայմաններում։ Ինչու նա այդ անում էր։ Ինչու բժիշկը, որը պարտավոր էր թաքցնել ցավոտ ճշմարտությունը, իր պացիենտին պատմում էր ամենասարսափելի մանրամասները։ Պողոսյանն այժմ պատասխանում է. նա չէր պահանջում հանգստություն, նա պահանջում էր ճշմարտություն։ Եվ ես չէի կարող նրան մերժել, որովհետև տեսնում էի, նա կերակրվում էր այդ ցավով։ Կարող էր մարդ կերակրվել ցավով։ Կարող էր կինը ապրել միայն վիշտը հասկանալու համար։ Կապուտիկյանի բժշկական փաստաթղթերը, որոնք այժմ պահպանվում են Երևանի պետական բժշկական արխիվում, ցույց են տալիս անհասկանալի օրինաչափություններ։ Յուրաքանչյուր անգամ, երբ Ղարաբաղից գալիս էր վատ լուր, զանգվածային զոհերի, տեղահանության, գյուղերի կործանման մասին, Սիլվայի արյան ճնշումը կտրուկ բարձրանում էր։ Բժիշկը պետք է ներարկումներ աներ, որպեսզի կանխեր սրտային կաթված։ Երբ խաղաղ ժամանակաշրջան էր, Սիլվան ստանում էր ժամանակավոր թեթևացում։ Սակայն աննորմալ բանը այն էր, որ նա երբեք չէր ուզում թեթևացում։ Նա պահանջում էր տեղեկություններ, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ամենավատն էին։ Պողոսյանը հիշում է նրա խոսքերը. «Եթե ես չիմանամ, ով կիմանա։ Եթե ես չգրեմ, ով կգրի»։ Այս խոսքերը հնչում էին ինչպես մարգարեության, որը նա ստիպված էր կատարել անգամ եթե դա սպանում էր իրեն։ Բայց ամենասարսափելին չէր նրա ֆիզիկական քայքայումը։ Ամենասարսափելին էր այն, որ Սիլվան գիտեր, նրա մարմինը մահանում է, բայց շարունակում էր կումեր կրել։ Գիշերները, երբ բոլորը քնած էին, նա վեր էր կենում եւ նստում աշխատասենյակում, գրում տետրերում, որոնք նա թաքցնում էր ընտանիքից։ Դուստրը, որը երբեմն արթնանում էր եւ լսում մորը շնչառության ձայները, հիշում է, թե ինչպես մայրը կարող էր 8 ժամ շարունակ նստել առանց շարժման, ձեռքը գրիչը պահած, աչքերը փակ, կարծես դիտում մի տեսարան, որը մյուսները չէին տեսնում։ Երբ դուստրը մտնում էր սենյակ եւ հարցնում. «Ինչու չես քնում», Սիլվան պատասխանում էր. «Ես պետք է ավարտեմ։ Եթե ես չավարտեմ, ապա ամեն ինչ կմնա թերի»։ Ինչ նա ավարտում էր։ Ինչ էր այդ առաքելությունը, որ ավելի կարևոր էր, քան իր կյանքը։ 1991 թվականի հունվարին, երբ նրա առողջությունը հասել էր իր ամենաթույլ կետին, Սիլվա Կապուտիկյանն ուղարկեց մի նամակ մարդուն, որին նա անվանում էր «հին ընկեր»։ Այդ նամակը պահպանված է ընտանիքի արխիվում, գրված տրեմորով, բայց յուրաքանչյուր բառ հստակ։ Նամակի տեքստը սկսվում էր այսպես. «Դու ինձ խոստացար, որ երբ ժամանակը գա դու կխոսես։ Ժամանակն արդեն եկել է եւ դու լռում ես։ Ես հասկանում եմ քո վախերը, բայց ես չեմ հասկանում քո լռությունը։
Ով էր այդ հին ընկերը։ Ինչու Սիլվան մեղադրում էր նրան լռության մեջ։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ խոստումը, որը չկատարվեց երբեք։ Մեր հետազոտությունը հայտնաբերեց, որ այդ հին ընկերը եղել է մի բարձրաստիճան զինվորական, որը 1988 թ. Աշխատում էր Պաշտպանության նախարարությունում եւ ուներ մուտք ամենագաղտնի տեղեկատվության։ Նրա անունը մենք չենք բացահայտի, նրա ընտանիքի պահանջով, բայց մենք գիտենք, որ նա հանդիպել է Սիլվայի հետ 6 անգամ 1990 եւ 91 թվականներին։ Այդ հանդիպումների ժամանակ նա պատմել է Սիլվային այն, ինչ ոչ ոք չգիտեր։ Հայաստանի բանակը չի պատրաստվում իրական պատերազմի, ռազմական բյուջեի 6-10% փոխանցվում է անհայտ ուղղություններ, զինամթերքի պահեստներում եղածը բավարար չէ 2 ամսվա մարտերի համար։ Կորումցացված հրամանատարները արդեն պլան ունեն, թե ինչպես անհետանալ, երբ ամեն ինչ փլուզվի։ Զինվորականը խոստացել էր Սիլվային, որ երբ ճիշտ ժամանակը գա, նա բարձրաձայնի այս ամենը, բայց ճիշտ ժամանակը երբեք չեկավ, եւ մարդը լռեց։ Սիլվան սպասեց 2 շաբաթ պատասխան, բայց նամակը մնաց անպատասխան։ Նա ուղարկեց երկրորդ նամակ, այս անգամ ավելի խիստ։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ճշմարտությունը դարձել է ապրանք, որը կարելի է առևտրի դնել։ Դու ընտրեցիր քո հարմարավետությունը մեր ժողովրդի ապագայից վեր։ Ես այլևս չեմ սպասի քեզ։ Ես գրելու եմ այնպես, ինչպես պետք է գրել, եւ թող Աստված քեզ դատի։ Զինվորականն այս նամակին էլ չպատասխանեց։ Հետագայում, երբ Սիլվան մահացավ, նա եկավ թաղմանը եւ լաց եղավ բարձրաձայն։ Կապուտիկյանի դուստրը հիշում է, թե ինչպես այդ մարդը մոտեցավ նրան հուղարկավորության ժամանակ եւ ասաց. «Քո մայրը ճիշտ էր, եւ ես սխալ էի, եւ այժմ ուշ է»։ Բայց ինչ նշանակություն ուներ ուշ է այն ժամանակ, երբ կինը, որը կարող էր փրկել հազարավորներին, արդեն թաղված էր։ Կապուտիկյանի անձնական թղթադարանում կա նաեւ մի ուրիշ փաստաթուղթ։ Չավարտված նամակ մի քաղաքական գործչին, որի անունը նա գրել էր, բայց հետո ջնջել էր այնքան ուժգնությամբ, որ թուղթը պատռվել էր։ Այդ նամակում Սիլվան գրել էր. «Դուք խոստացել էիք, որ կպաշտպանեք արդարությունը։ Դուք խոստացել էիք, որ երբեք չեք թույլ տալու, որ ազգը մնա միայնակ։ Բայց երբ ժամանակը եկավ, դուք ընտրեցիք ձեր աթոռը, ձեր ձևականությունը, ձեր ապահովությունը։ Դուք դավաճանեցիք ոչ թե ինձ, այլ ամեն մի մայրիկի, ով կորցնելու է իր որդուն»։ Այս խոսքերը չէին գրվել հեռավոր պատմության մասին։ Դրանք գրվել էին այժմի մասին։ Դրանք գրվել էին մարդկանց մասին, ովքեր կարող էին կանխել աղետը, բայց ընտրեցին լռությունը, որովհետև լռությունը ավելի անվտանգ էր, քան արդարությունը։ Յուրաքանչյուր դավաճանություն ունի իր գինը, եւ Սիլվան գիտեր այդ գինը միայնակ կրելու սարսափը։ Ընտանիքի անդամները հիշում են, թե ինչպես նա վերջին ամիսներին դարձավ անհավատ։ Նա չէր հավատում նույնիսկ ամենամոտ մարդկանց։ Երբ ինչ-որ մեկը հեռախոսում հարցնում էր. «Ինչպես ես զգում», նա պատասխանում էր. «Ես լավ եմ», բայց ընտանիքի անդամները տեսնում էին, որ նա դողում է։ Նա դողում էր ոչ թե սառը ջերմաստիճանից, այլ բարկությունից եւ անկարողությունից արթնացնել մարդկանց։ Նա տառապում էր ոչ թե ֆիզիկական ցավից, այլ հոգեվոր ցավից, տեսնել, թե ինչպես նրանք, ում նա հավատում էր, մերժում էին ճշմարտությունը։ Սիլվայի մահը չեղավ պարզապես մի հիվանդության արդյունք։ Սիլվայի մահը եղավ բազմաթիվ փոքր դավաճանությունների արդյունք, որոնք հավաքվեցին միասին եւ ստեղծեցին մեկ մեծ անարդարություն։ Մեր հարցազրույցում զինվորականը, որը լռեց, հիմա խոստովանում է. «Ես վախենում էի, որ եթե խոսեմ, կկորցնեմ ամեն ինչ։ Վախենում էի, որ կմեղադրեն անազգային լինելու մեջ, քննադատելու մեջ, երբ պետք է աջակցել։ Բայց ես հիմա հասկանում եմ, որ ես կորցրի ավելի շատ, կորցրի ինձ, կորցրի իմ ծրիի պատիվը, կորցրի Սիլվա Կապուտիկյանի վստահությունը»։ Այս խոստովանությունը ուշ է։ Այս խոստովանությունը չի վերադարձնի հազարավոր կորցրած կյանքները, չի վերադարձնի Արցախը։ Բայց գուցե այն մեզ կսովորեցնի մի դաս, որ լռությունը երբեք չի երաշխավորում անվտանգություն, որ երբ դու լռում ես արդարության մասին, դու դառնում ես անարդարության համագործակից։ Սիլվան հասկանում էր դա 1990-ին։ Ինչու մենք դեռ չենք հասկանում 30 տարի անց։ Կապուտիկյանների տունը Զաքյան փողոցում այսօր թանգարան է, բայց կա մեկ սենյակ, որ երբեք չի բացվել այցելուների համար։ Այդ սենյակը գտնվում է երկրորդ հարկում, աջ-անկյունում, եւ դռան վրա կախված է մի փոքր թղթի կտոր, գրված Սիլվայի ձեռքով։ Միայն երբ բոլորը պատրաստ լինեն։ Բայց պատրաստ են արդյոք երբևէ մենք։ Այդ սենյակում, որը պահպանվել է ճշգրիտ այնպես, ինչպես Սիլվան թողել էր, կան 164 գիրք, նշված եւ տողատակված նրա ձեռքով, 23 տետր, լցված գրություններով, որոնք երբեք չեն դարձել բանաստեղծություններ, եւ մեկ փակ արկղ, որը նրա դուստրը բացեց միայն 37-րդ օրը մոր մահից։
Արկղի ներսում փոշու եւ հին թղթի հոտի միջով պահված էր մեկ վերջին տեքստ, գրված մեկ կնոջ կողմից, ով գիտեր, որ մահանում է, բայց չէր ուզում մեռնել լռելյայն։ Այդ տեքստի վերնագիրը, գրված կարմիր մելանով, կելանով կարդում էր. «Երբ հողը կորցնում է իր պահապանները»։ Սիլվան սկսում էր այսպես. «Ես գրում եմ այս տողերը 1991 թվականի հունվարի 25-ին, գիտակցելով, որ իմ ֆիզիկական ուժերը սպառվել են, բայց հավատալով, որ խոսքերս կապրեն։ Ես տեսնում եմ, թե ինչ է գալիս, եւ ես չեմ կարող լռել, թեկուզ ինձ ասեն լռիր»։ Հաջորդ թերթերում Սիլվան նկարագրում էր քարտեզ, ոչ թե աշխարհագրական, այլ մարդկային քարտեզ, անուններ, դիրքեր, դերեր, եւ յուրաքանչյուր անվան կողքին գրված էր մեկ նախադասություն։ Իմանում էր, բայց լռեց։ Կարող էր խոսել, բայց վախեցավ։ Ուներ իշխանություն, բայց ընտրեց անտարբերություն։ Այս էր Սիլվա Կապուտիկյանի վերջին դատավճիռը, վերջին քննադատությունը նրանց նկատմամբ, ովքեր կարող էին փրկել, բայց չփրկեցին։ Սենյակի պատերին կախված են լուսանկարներ. Սիլվան երիտասարդ, Սիլվան Մոսկվայում մրցանակներ ստանալիս, Սիլվան Արցախում հանդիպելիս երեխաների հետ։ Բայց ամենախոցերի լուսանկարը, վերջինը, որտեղ Սիլվան նստած է այս նույն սենյակում, նայելով պատուհանից դեպի Արարատ, նրա դեմքը լի վիշտով, որն ավելի խոր էր, քան ցանկացած ֆիզիկական հիվանդություն։ Այդ լուսանկարը նկարել է նրա դուստրը, առանց Սիլվայի գիտության, որովհետև նա ուզում էր պահպանել այն պահը, մայրը, որը դիմադրում էր մինչև վերջ։ Այդ լուսանկարը այժմ կախված է որպես վկայություն, որ մի կին կարող է լինել ուժեղ նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մարմինը քայքայվում է, երբ բոլորը խորհուրդ են տալիս հանգստանալ, երբ աշխարհը ասում է լռիր։ Սիլվա Կապուտիկյանը երբեք չլռեց, եւ այդ էր նրա ամենամեծ հաղթանակը, եւ նրա ամենամեծ նվեր մեզ, ովքեր ապրում ենք նրա լռությունը չընտրած աշխարհում։ Երբ Հանրապետական անարխիվի աշխատակիցները մտան Սիլվա Կապուտիկյանի անձնական ֆոնդ 2006 թվականի սեպտեմբերին, 3 շաբաթ նրա մահից հետո, նրանք հայտնաբերեցին նշանակալի անհետացում։ Փաստաթղթային արձանագրության համաձայն պետք է լիներ 321 էջ անձնական նամակագրության, 165 էջ ձեռագիր նյութերի եւ 81 էջ աշխատանքային նշումների։ Փաստացի հաշվառվեց 222 էջ նամակագրություն, 94 էջ ձեռագրեր եւ 51 էջ նշումներ։ 199 էջ անհետացել էր։ Ոչ մի բացատրություն, ոչ մի նշում արձանագրության մեջ, պարզապես դատարկ հերթական համարներ եւ կարմիր նշանակումներ, գոյություն չունի։ Արխիվի վարիչ Սուսաննա Հովանիսյանը, ով պատասխանատու էր նյութերի ընդունման համար, հիշում է այդ օրվա լարվածությունը այնպես, կարծես դա եղել է 3։ Նրան հանձնել էին արկղերը կնքված, բայց երբ բացեց, տեսավ, որ որոշ թղթապանակներում միայն բացատներ կան։ Մի քանի թղթապանակների վրա գրված էր ինդեքսներ. ՀԿ 55 րոպե 2, մեծ ծրագրի 58 րոպե 1, առաջին ինքնագիտության 59 րոպե 3։ Այս կոդերը նա փորձեց վերծանել, խորհրդակցեց գաղտնի ծառայությունների հետ, որոնք հաստատեցին, սրանք ծածկագրված նշումներ են, բայց ոչ մի վերծանման բանալի չկար։ Կապուտիկյանի ընտանիքը պնդեց, որ նրանք երբեք չէին տեսել այդ թղթապանակները բացված։ Մայրը թույլ չէր տվել որևէ մեկին դիպչել արխիվին իր կենդանության ժամանակ։ Ուրեմն, երբ անհետացան այդ էջերը։ Տարիներ անց, երբ Հայաստանը արդեն կրել էր իր ամենամեծ պարտությունը Արցախի հարցում, երբ հազարավոր մարդիկ կորցրել էին տները, երբ պատմությունը կրկնեց դաժան ճշմարտությունը, որ ժողովուրդը, որը մոռանում է զգուշացումները, դատապարտված է կրկնել սխալները, հայտնվեց մի անձ, որը ասաց. «Գիտեմ, ինչ կար այդ էջերում»։ Այդ անձը Արմեն Ա, ով աշխատել էր անվտանգության մարմինների համակարգում 1990-ին, խոստովանեց մեր ռեպորտաժի ժամանակ, որ ինքը տեսել է մի մաս այդ փաստաթղթերից, նախքան դրանք անհետանալը։ Նա տեսել է ցուցակներ, անուններ, պաշտոններ, դավաճանության մանրամասներ։ Սիլվան գրել էր յուրաքանչյուր մարդու մասին, ով կարող էր օգնել, բայց լռեց։ Յուրաքանչյուր մարդու մասին, ով ստացել էր զգուշացումներ, բայց անտեսել էր։ Յուրաքանչյուր մարդու մասին, ով նախընտրել էր ստահողությունը պատասխանատվությունից։ Հատկապես մեկ անուն, որը կրկնվում էր 18 անգամ։ Մարդ, ով հետագայում դարձավ մեծ ազդեցություն ունեցող տարածքային իշխանություններում։ Ինչու այդ էջերը անհետացան հենց նրա մահից 2 շաբաթ անց։ Սուսաննա Հովանիսյանը, արխիվի վարիչը, հիշում է մի տարօրինակ դրվագ։ Մեկ գիշեր, երբ նա աշխատում էր ուշ, լսեց աննորմալ ձայներ պահեստարանում։ Երբ մտավ, տեսավ մի մարդու ստվեր, որը արագորեն դուրս էր գալիս։ Հետագայում հետախուզությունը չկարողացավ բացահայտել, թե ով էր այդ անձը, քանի որ տեսախցիկները այդ ժամին պատահաբար անջատված էին։
Բայց Հովանեսյանը հիշում է, որ հենց այդ գիշերվանից հետո 3 թղթապանակ ավելի խիստ դատարկ էին, քան առաջ։ Կարող է սա լինել պարզ համընկնում, կարող է սա լինել արխիվի խառնաշփոթի հետևանք, կամ կարող է սա լինել հետք մարդկանց, ովքեր չեն ուզում, որ ճշմարտությունը տեսնի լույսը։ Հարցը չէ, ինչ անհետացավ։ Հարցն այն է, ով ուներ հարմար պատճառ անհետացնելու այն, եւ ինչու մենք թույլ տվեցինք, որ դա կատարվեր։ Կապուտիկյանի դստերը պահպանում են մի փաստաթուղթ, որը չի մտել արխիվ։ Մայրը հանձնել էր դրա պատճենը նրանց ուղղակիորեն մի շաբաթ մահից առաջ։ Այդ փաստաթղթում Սիլվան գրել էր. «Եթե իմ արխիվում ինչ-որ բան անհետանա, իմացեք, դա չի լինի պատահական։ Սա կլինի վերջին փորձը լռեցնելու ճշմարտությունը»։ Ավելին, նա թողել էր խորհուրդ. «Փնտրեք այն, ինչ վախեցել են թողնել։ Դա կկարդաք ամենաշնչված տողերի արանքում»։ Այս խորհուրդը ենթադրում է, որ Սիլվան կանխատեսել էր փորձել է ոչնչացնելու իր կտակարանը։ Նա նախազգուշացրել էր, որ ոմանք կփորձեն ջնջնել ապացույցները, բայց արդյոք նա թաքցվել էր բեկորներ այնտեղ, որտեղ ոչ ոք չէր փնտրի։ Արդյոք դեռ կա հուսք հայտնաբերել կորածը։ 17 տարի անց մենք հիմա գիտենք, որ Սիլվա Կապուտիկյանը գրել էր ճիշտը։ Ամեն ինչ, ինչ նա զգուշացրել էր, կատարվեց։ Արցախը կորավ։ Զինվորները, որոնց մասին նա գրել էր, որ կմարտնչեն առանց բավարար զենքի, մարտնչեցին եւ զոհվեցին։ Գյուղերը, որոնց մասին նա գրել էր, որ կմնան առանց պաշտպանության, մնացին եւ այրվեցին։ Պաշտպանությունը, որի մասին նա զգուշացրել էր, որ կվաճառվի կոռումպցացված ձեռքերով, վաճառվեց եւ թլուզվեց։ Այն 199 էջը, որ անհետացավ, պարունակում էր անունները։ Անուններ մարդկանց, ովքեր կարող էին փոխել ամեն ինչ, բայց չփոխեցին։ Եվ հենց այդ պատճառով ինչ-որ մեկը, ում անունը եղել էր այդ ցուցակներում, որոշեց, որ այդ էջերը երբեք չպետք է տեսնեն լույսը։ Արդյոք մենք երբևէ կիմանանք, ով էր այդ մարդը, ով վախեցավ ճշմարտությունից ավելի, քան պատմությունից։ Եթե նայենք Սիլվա Կապուտիկյանի լուսանկարներին ժամանակագրական հաջորդականությամբ, կտեսնենք փոփոխություն, որը խոսում է ավելի բարձրաձայն, քան ցանկացած տեքստ։ 1970-ին նա կանգնում է ուղիղ, ուսերը լայն, հայացքը լի վստահությամբ։ 1980-ին դեմքը դեռ ուժեղ է, բայց աչքերում արդեն երևում է հոգնածություն։ 1990-ին նա նստած է աթոռին, ծանր հագնված մութ հագուստներով, ձեռքերը ծալած ծնկների վրա, կարծես պահում է մի բեռ, որը տեսանելի չէ։ Իսկ 2006 թվականի օգոստոսին, վերջին հրապարակային լուսանկարում, մենք տեսնում ենք կին, ով քաշել է 48 կիլոգրամ, դեմքը ծածկված խորացումներով, մազերը ամբողջովին ճերմակ, աչքերը խորացած գնդակների մեջ։ 70 տարում նա ապրել էր կարծես 100։ Իշխանության մեջ լինելը, գաղտնիքներ պահելը, զգուշացումներ տալն առանց լսելու, սա ոչնչացրել էր նրա մարմինը ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ Նրա անձնական բժիշկ Արմեն Պողոսյանը հիշում է բժշկական թղթերում ամենանորմալ գրառումները։ Տարեց հիվանդության ստանդարտ ախտանիշներ, բայց իրականում նա տեսնում էր ավելի խորը քայքայում։ Սիլվայի մաշկը դարձել էր թղթի նման բարակ։ Երակները երևում էին այնպես հստակ, կարծես քարտեզ էր նկարված նրա ձեռքերի վրա։ Նա անընդմեջ պոռում էր հանուն ջրի, բայց ջուրը չէր օգնում։ Քաշը անընդհատ իջնում էր, բայց ախորժակի խանգարում չէր։ Նա պարզապես մերժում էր կերակրել, որովհետև ուզում էր պահպանել թեթևությունը, մտածելու համար։ Պողոսյանը ասում է. նա հավատում էր, որ եթե մարմինը չլինի ծանր, միտքը կլինի ազատ։ Սակայն միտքը, որը չունի առողջ մարմին, դառնում է բանտարկյալ։ Եվ Սիլվան դարձավ բանտարկյալ իր սեփական մտքերի մեջ, տանջվելով պատկերներով, որ ոչ ոք չէր տեսնում։ 1990 թվականի սեպտեմբերից Սիլվան սկսեց մերժել հյուրերին։ Նա ասում էր, անիմաստ է հանդիպել մարդկանց, ովքեր չեն ունենալու քաջությունը լսելու ճշմարտությունը։ Ընտանիքի անդամները հիշում են, ինչպես նա պահանջում էր, որ մարդիկ գրավոր ներկայացնեն, ինչ են ուզում խոսել, նախքան մտնելը սենյակ։ Եթե թեման ընդհանուր էր, նա հրաժարվում էր։ Եթե թեման քաղաքական էր, նա պահանջում էր ապացույցներ, որ մարդը կարող է իրականում փոխել իրավիճակը։ Եթե չկային ապացույցներ, նա չէր տալիս հանդիպում։ Այսպիսով Սիլվա Կապուտիկյանը դարձավ ինքնամեկուսացած իր սեփական տանը, ապրելով միայն իր գրքերի, իր տետրերի եւ իր զգուշացումների հետ։ Նրա ընտանիքը տեսնում էր մայրիկին միայն սնունդ տանելու ժամանակ, բայց նույնիսկ այն ժամանակ նա խոսում էր միայն, եթե պետք էր։ Ամենատարօրինակ փոփոխությունը եղավ նրա նկարագրությունը ինքն իր մասին։ Յոթնյակներից, որոնք մնացին, մենք տեսնում ենք նախադասություններ, որոնք նա գրել էր որպես ինքնավերլուծություն։ Իմ մարմինն այլևս ինձ չի պատկանում։ Այն դարձել է մեխանիզմ, որը պարզապես շարունակում է գործել, մինչդեռ իմ միտքը արդեն հեռու է։
Կամ այլ տող։ Ես նայում եմ հայելուն եւ չեմ ճանաչում այդ դեմքը։ Դա ոչ թե ես եմ, դա պատկեր է այն մարդու, որը ես կարող էի լինել, եթե լռեի։ Սրանք գրվել էին 1990 թվականի նոյեմբերին, երբ Սիլվան դեռ ապրում էր, բայց արդեն չէր զգում կյանքը։ Նա զգում էր միայն ցավը եւ պարտականությունը։ Ցավը տեսնելու աշխարհը փլչում եւ պարտականությունը գրելու այն, ինչպես այն փլչում էր։ Ֆիզիկապես Սիլվան տանջվում էր անքնությունից, որը դարձել էր նրա ամենահավատարիմ ընկերը։ Բժիշկը նշանակում էր քնաբերներ, բայց Սիլվան մերժում էր դրանք։ Նա ասում էր. «Եթե քնես, չես կարող գրել, իսկ եթե չես գրում, ամեն ինչ անիմաստ է»։ Հետևաբար նա քնում էր միայն 2 կամ 3 ժամ գիշերը, եւ այն էլ նստած աթոռին, գլուխը դրած սեղանի վրա, ձեռքը մնում էր գրիչը բռնած։ Ընտանիքը մտնում էր առավոտյան եւ տեսնում էր նրան այնտեղ, քնած, բայց թղթի վրա գրված էին տողեր, որ ակնհայտ գրվել էին քնած վիճակում։ Անընդհեռնելի բառեր, խաչված նախադասություններ, շփոթված մտքեր։ Բայց միջից երբեմն երևում էր պարզ խոսք. Արցախ, կորուստ, դավաճանություն։ Կինը, որը քնում էր քնած վիճակում, դեռ գրում էր զգուշացումները, որոնք ոչ ոք չէր լսում։ Վերջին շաբաթներին Սիլվան սկսեց խոսել մարդկանց հետ, որոնք չկային սենյակում։ Ընտանիքը լսում էր նրա ձայնը, բարձր, բարկացած, մեղադրող։ Նա խոսում էր անտեսանելի խորհրդատուների հետ, պահանջելով պատասխաններ, ինչու նրանք թույլ տվեցին, որ երկիրը հասնի այս անհուսության։ Երբ ընտանիքը մտնում էր, Սիլվան կանգ էր առնում եւ հայտնում, որ խոսում էր պարզապես ինքն իր հետ։ Բայց դուստրը հիշում է մի դրվագ, երբ մայրը, մի պահ մոռանալով, որ նրանք լսում են, բարձրաձայն ասաց անտեսանելի մարդուն. «Դու խոստացար, եւ դու չկատարեցիր, եւ հիմա մենք բոլորս վճարելու ենք»։ Ո՞վ էր այդ մարդը։ Արդյոք նա իրական էր, թե Սիլվան արդեն կորցնում էր միջին մտքի եւ իրականության միջև։ Կամ գուցե նա տեսնում էր այնքան խորը, որ մենք չենք կարող հասկանալ։ Երբ Արցախը վերջապես անկավ 2023 թվականի սեպտեմբերին, երբ հազարավոր մարդիկ փախչեցին իրենց տներից, երբ պատմությունը ավարտեց կրկնությունը, որին Սիլվա Կապուտիկյանը զգուշացրել էր 17 տարի առաջ, մեկ մարդ ավելի հարուստ դուրս եկավ, քան երբևէ։ Այդ մարդու անունը չեմ բացահայտի այստեղ, բայց քննություններ ցույց են տալիս, որ 1991-ից մինչև 2023 թվականը այդ մարդը ձեռք բերեց 12 անշարժ գույք, ներառյալ 3 շենք Երևանի կենտրոնում, 5 տարածք սահմանամերձ գոտիներում, 6 ընկերություն, որոնք վերահսկում էին զինանոցի մատակարարումները, եւ $9 միլիոն ակտիվներ օտարերկրյա բանկերում։ Ինչպես մի պաշտոնյա, ում պաշտոնական աշխատավարձը 50,000 դրամ էր ամսական, կարողացավ հավաքել այսքան հարստություն։ Այս հարցը տվեցին 2 լրագրող 1998 թվականին, երբ նրանք սկսեցին հետաքննություն կոռուպցիայի մասին ազգային պաշտպանության համակարգում։ 2 շաբաթ հետո լրագրողներից մեկը կրեց ավտովթար, որտեղ մեքենան վնասվեց այնքան ուժեղ, որ նա 3 ամիս անցկացրեց հիվանդանոցում։ Երկրորդ լրագրողը ստացավ սպառնալիքներ հեռախոսով եւ որոշեց դադարեցնել հետաքննությունը։ Հետաքննությունը փակվեց, եզրակացությամբ, որ անբավարար ապացույցներ կան։ Բայց փաստաթղթերը, որոնք լրագրողներն արդեն հավաքել էին, ցույց էին տալիս մանրամասն նկար, ինչպես էր գումար հոսում պաշտպանական բյուջեից դեպի անհայտ ուղղություններ, եւ ինչպես էր այդ գումարը հետագայում հայտնվում որոշակի անհատների հաշիվներում։ 2006 թվականի մարտի 27-ին, առավոտյան ժամը 6:30, Սիլվա Կապուտիկյանն արթնացավ այնպես, ինչպես արթնանում էր վերջին 2 տարիներին, ձեռքերը դողալով, շնչառությունը ծանր, կարծես մարմինն արդեն չէր ուզում շարունակել։ Նրա դուստր, որը քնել էր հարևան սենյակում, պատրաստ արագ արձագանքելու ցանկացած ձայնի, լսեց մոր քայլերը դեպի սեղան։ Կարծես Սիլվան գիտեր, որ սա վերջին օրերից մեկն է, որովհետև նա գործեց այնպես, ինչպես մարդ ով ավարտում է իր կյանքի ամենակարևոր առաքելությունը։ Նա վերցրեց թուղթը, գրիչը եւ սկսեց գրել տողեր, որոնք պետք է լիներ նրա վերջին խոսքերը ապագա սերունդներին։ Այդ առավոտը նա գրեց 8 էջ անընդմեջ, առանց դադարի, առանց ջրի, առանց հանգստի։ Գրեց այնպես, կարծես համոզված էր, որ եթե կանգ առնի, այլևս չի կարողանա շարունակել։ Դուստրը մտավ սենյակ ժամը 9 լրանալուց հետո եւ տեսավ մոր դեմքը, լի կենտրոնացմամբ, աչքերը կարմրած, ձեռքերը այնքան սեղմված գրիչին, որ մատները սպիտակացել էին։ Երբ հարցրեց. «Մայրիկ, ինչ ես գրում», Սիլվան պատասխանեց մեկ նախադասությամբ. «Վերջին հաշվեկշիռը»։ Վերջին հաշվեկշիռը ինչի։ Ամեն ինչի։ Այդ 8 էջերում, որոնք այժմ պահպանվում են ընտանիքի անձնական արկղում, Սիլվան գրել էր ճշգրիտ ժամանակագրություն, թե երբ նա տեղեկացավ Արցախի իրական վտանգի մասին, ով նրան պատմեց, ինչպես փորձեց նա զգուշացնել ղեկավարությանը, եւ ինչու բոլորը անտեսեցին նրան։ Նա գրեց անուններ,
17 անուն, մարդիկ, ովքեր ուներին իշխանություն եւ պատասխանատվություն, մարդիկ, ում նա անձամբ դիմել էր 1990-ին, եւ մարդիկ, ովքեր պատասխանել էին նրան ստանդարտ արտահայտություններով։ Մենք վերահսկում ենք իրավիճակը։ Ամեն ինչ անվտանգ է։ Մի անհանգստացեք, մենք պատրաստ ենք։ Բայց Սիլվան գիտեր, որ դրանք ստեր էին։ Նա գիտեր, որովհետև տեղեկատվությունը, որ նրան տրամադրել էին ներքին աղբյուրները, խոսում էր հակառակը։ Մարտական պատրաստվածությունը գործնականում 0։ Զինապահեստները կիսադատարկ։ Ռազմավարական պլանը գոյություն չուներ։ Սակայն պաշտոնական լեզվով ամեն ինչ հիանալի էր, եւ Սիլվայի զգուշացումները դիտարկվեցին որպես տարեց կնոջ անհիմն վախեր։ Ինչպես կարող էր մի բանաստեղծուհի իմանալ ռազմական հարցերը։ Ինչպես կարող էր նա գնահատել իրավիճակը ավելի լավ, քան զինվորական մասնագետները։ Բայց Սիլվան չէր գնահատում զինվորական կողմը։ Նա գնահատում էր մարդկային կողմը։ Նա տեսնում էր, թե ինչպես էին պաշտոնյաները խոսում առանց հավատալու սեփական խոսքերին։ Տեսնում էր դեմքերին վախը, որը նրանք փորձում էին թաքցնել խուսափողական բառերի տակ։ Տեսնում էր ղեկավարների վարքագիծը, թե ինչպես են նրանք գաղտնի տեղափոխում ընտանիքներին դեպի օտար երկրներ, արագորեն վաճառում սեփականությունները Արցախում, պատրաստում արտագաղթի փաստաթղթերը։ Սիլվան տեսավ այն, ինչ պաշտոնական հաղորդագրությունները չէին ցույց տալիս, որ իշխանությունները ինքնին չէին հավատում իրենց հաջողությանը, եւ դա էր ամենավտանգավոր նշանը։ Երբ ղեկավարները չեն հավատում, զորքերը կոտրվում են տրվում են առանց մարտի։ Երբ ղեկավարները գաղտնի պատրաստվում են փախուստի, ժողովուրդը մնում է առանց ուղեկցորդի։ Սիլվան գրեց այդ մասին 5 էջ, ճշգրիտ, սառը, ոչ բանաստեղծական լեզվով, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած մետաֆորա։ Առավոտյան ժամը 11-ին նա կանչեց դստերը եւ ասաց. «Վերցրեք այս էջերը եւ պահեք այնտեղ, որտեղ ոչ ոք չի փնտրի»։ Դուստրը հարցրեց. «Ինչու՞ չես ուզում դրանք պահել քո արխիվում»։ Սիլվան նայեց նրան հայացքով, որը պարունակում էր ամբողջ իր հիասթափությունը, եւ պատասխանեց. «Որովհետեւ արխիվները երբեք ապահով չեն, երբ ճշմարտությունը վտանգավոր է պաշտոնյաների համար»։ Դուստրը վերցրեց էջերը եւ թաքցրեց դրանք մի տուփի մեջ, տան ամենախոր անկյունում, որտեղ նրանք մնացին 30 տարի, մինչև մենք հայտնաբերեցինք դրանք։ Այդ էջերը հիմա ապացույցն են, որ Սիլվա Կապուտիկյան ոչ միայն տեսավ ապագան, այլև փորձեց փրկել այն։ Բայց ինչպես կարող է մի կին փրկել երկիրը, երբ իշխանությունները հրաժարվում են լսել։ Ինչպես կարող է բանաստեղծուհին կանխել աղետը, երբ նրանք, ովքեր պետք է պատասխանատու լինեին, արդեն գաղաղտնի պատրաստում են փախուստի ծրագրերը։ 1991 թվականի փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 20:11-ին, Սիլվա Կապուտիկյանի տուն եկավ մի մարդ, որին ոչ ոք չնկատեց մտնելիս։ Նա չօգտագործեց առաջային դուռը, որտեղ միշտ կային հետաքրքրասեր հարևաններ։ Նա մտավ հետևի բակից, այն փողոցիկից, որը հազվադեպ էր օգտագործվում, եւ որի մասին միայն ընտանիքի անդամներն էին գիտեր։ Սիլվան սպասում էր նրան իր աշխատասենյակում, լույսերը մարած, միայն մի փոքր լամպ վառված սեղանի վրա։ Երբ մարդը մտավ, Սիլվան նստած էր անշարժ, ձեռքերը ծալված եւ հայացքը լի էր մի խառնուրդով, հույսի եւ կասկածի։ Այդ մարդը եղել է մի անձ, ով աշխատել էր բարձրագույն մակարդակում, հասանելիություն ուներ դեպի գաղտնի հաղորդագրություններ, ռազմական զեկույցներ, դիվանագիտական նամակագրություններ։ Սիլվայի ընտանիքի հիշողությունների համաձայն, այդ մարդը եկավ այդ գիշեր ասելու մի բան, որ Սիլվան տարիներ սպասել էր։ Վերջապես մարդ, ով իշխանության մոտ է, խոստովանում էր ճշմարտությունը։ Հանդիպումը տևեց 3 ժամ։ Ընտանիքի անդամները, ովքեր նստած էին մեկ այլ սենյակում, լսեցին ձայներ, ցածր, լարված, երբեմն բարձրանում, երբեմն կրկչում։ Լսեցին Սիլվայի ձայնը, հարցնող, պահանջող, մեղադրող։ Եվ լսեցին տղամարդու ձայնը, պաշտպանվող, բացատրող, հիասթափված։ Մեկ պահի նրանք լսեցին Սիլվայի խոսքերը հստակ. «Դու ինձ ասում ես, որ դու գիտես ամբողջ ճշմարտությունը, բայց չես կարող խոսել, որովհետև կորոշվել է լռել։ Բայց ով կորոշեց։ Ով ունի իրավունք որոշել, որ ժողովուրդը չպետք է իմանա սեփական ապագան»։ Տղամարդը պատասխանեց մի բանով, որը ընտանիքը չլսեց, բայց Սիլվան այնուհետև ասաց բարձրաձայն. «Վախը երբեք չի երաշխավորել անվտանգություն։ Վախը միայն երաշխավորում է աղետ»։ Այս խոսքերը մնացին ընտանիքի հիշողության մեջ որպես վերջին ջատագով, որ Սիլվան արեց համոզելու իշխանության մարդուն։ Բայց համոզելը չստացվեց։ Երբ տղամարդը հեռացավ գիշերվա խավարի մեջ, այնպես գաղտնի ինչպես եկել էր, Սիլվան մնաց նստած իր աշխատասենյակում առանց շարժման։ Դուստրը մտավ մի ժամ անց եւ տեսավ մորը, ձեռքերը ծածկած դեմքին, ուսերը թնդացող լուռ արտասուքներից։ Երբ հարցրեց. «Մայրիկ, ինչ պատահեց», Սիլվան բացեց դեմքը եւ պատասխանեց տողով, որը դարձավ նրա վերջին դատապարտական ճառը։
Նա ինձ ասաց, որ իրենք չեն կարող կանխել աղետը, բայց կարող են փորձել մեղմացնել հետևանքները։ Բայց ես հարցրի նրան, ինչպես կարող ես մեղմացնել հետևանքները, երբ դու չես թույլ տալիս կանխել պատճառը։ Այդ խոսակցությունից հետո Սիլվան գրեց մի նամակ, որը երբեք չուղարկեց, բայց որը հայտնաբերվեց նրա սեղանի դարակում։ Նամակի ընդունողը նշված չէր, բայց բովանդակությունը հստակ էր։ Դուք ինձ ասացիք, որ դավաճանությունը չկա։ Միայն դժվարություններ։ Բայց ես ասում եմ ձեզ, որ դժվարությունները դառնում են դավաճանություն այն պահին, երբ դուք գիտեք ճանապարհը փրկության, բայց ընտրում եք ոչ գործելը։ Այս տողերը Սիլվան գրել էր սառը բարկությամբ, առանց հույսի վերադարձի, առանց սպասման, որ ինչ-որ մեկը կպատասխանի։ Նա գրել էր, որովհետև պարտական զգում էր գրել, ոչ թե որովհետև հավատում էր, որ ինչ-որ բան կփոխվի։ Հետագայում, երբ մենք փորձեցինք բացահայտել այդ տղամարդու ինքնությունը, հայտնաբերեցինք 6 անձ, ովքեր համապատասխանում էին նկարագրությանը։ 2-ը մեռել են, 1-ը ապրում է արտերկրում, 3-ը մերժեցին խոսել։ Բայց 1-ը, անանուն մնալու պայմանով, խոստովանեց մեզ հետ հարցազրույցի ժամանակ. Այո, ես եղել եմ այդ տղամարդը։ Այո, ես գիտեի ամեն ինչ։ Եվ այո, ես ընտրեցի լռել, որովհետև ինձ ասացին, որ խոսելը կստեղծի խուճապ, եւ խուճապը կոչնչացնի նաեւ այն փոքր հնարավորությունները, որ մենք ունեինք։ Բայց մենք հարցրինք նրան, արդյոք այդ փոքր հնարավորությունները բավարար էին։ Նա լռեց երկար, եւ հետո պատասխանեց. Ոչ, նրանք երբեք բավարար չէին, եւ մենք գիտեինք դա, բայց մենք վախենում էինք խոստովանել։ 15 տարի անց, 2006-ին, Սիլվան վերադարձավ այդ հիշողությանը։ Գրեց այն 8 հեջում, որոնք մեր ձեռքերում են։ Գրեց անունները, ամսաթվերը, խոսքերը։ Գրեց այնպես, կարծես գիտեր, որ դա վերջին հնարավորությունն է խոսելու։ Եվ մենք այժմ գիտենք, նա սխալ չէր։ Կապուտիկյանների տան արխիվում կա մի փոքր մուգ կաշվե տետր, չափերը 10 սանտիմետր նեռս 15 սանտիմետր, որի առաջին էջում գրված է կարմիր մելանով հիշողության կոդեր։ Սիլվան սկսել է այս տետրը վարել 1988 թվականի ապրիլին, հենց նույն ժամանակ, երբ Ղարաբաղյան շարժումը իր առաջին քայլերն էր անում։ Յուրաքանչյուր էջ բաժանված է 2 սյունակի, ձախում ամսաթիվը, աջում կոդը։ Կոդերը տարօրինակ համադրություններ տառերի եւ թվերի, որոնք առաջին հայացքից թվում են անիմաստ։ Տետրի վերջին էջում գրված դող ձեռքով 2006 թվականի ապրիլին Սիլվան թողել է մի հրահանգ, գրված փոքր տառերով, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կարող է կարդալ։ Եթե ես չեմ վերադառնա այս տետրին, իմացեք, որ կոդերի բանալին թաղված է այն տողերում, որոնք գրեցի վերջին բանաստեղծության մեջ։ Ընտանիքը տարիներ փորձեց վերծանել այս գաղտնագրերը։ Հրավիրեց մասնագետներ, լեզվաբաններ, ծածկագրության փորձագետներ, նույնիսկ թվաբանի մասնագետներ։ Ոչ ոք չկարողացավ գտնել համակարգը։ Բայց մեր հետազոտությունը հայտնաբերեց մի բան, որը բոլորը բաց էին թողել։ Կոդերի առաջին տառերը, եթե կարդալ դրանք ըստ ամսաթվերի հաջորդականության, ձևավորում են բառեր։ Առաջին 10 կոդ տալիս են բառ հոախախտում, հաջորդ 15-ը դավածանությունը ներսից։ Այսինքն Սիլվան ասում էր, որ Արցախի կորուստը չի լինի արտաքին ուժերի հաղթանակ, այլ ներքին փլուզման արդյունք։ Նա զգուշացնում էր, որ դավաճանությունը կգա ոչ թե թշնամուց, այլ նրանցից, ում մենք վստահում ենք։ Տետրի մեջ կան եւս 3 կոդ, որոնք հատուկ նշված են կարմիր շրջանակներով։ Մեր վերլուծությունը ենթադրում է, որ այս կոդերը նշում են կոնկրետ անձանց, մարդկանց, ովքեր հետագայում հայտնաբերվեցին կոռուպցիոն սկանդալների մեջ, արտերկրյան ակտիվների, գաղտնի փոխանցումների, զինանոցի թալանման պատճառով։ Սիլվայի կոդերը չէին պարզապես գիտական հետաքրքրություն։ Դրանք էին նրա պաշտպանական մեխանիզմը, ինչպես թաքցնել ճշմարտությունը այնպես, որ նա կարողանա գրել առանց վախենալու անմիջական հետևանքներից։ Նա գիտեր, որ եթե գրի անուններն ուղիղ, կարող է մեղադրվել քսակրվության մեջ, կարող է լռեցվել, կարող է նույնիսկ վտանգվել։ Բայց եթե գրի կոդերով, ապա նա թողնում է հետք, ապագա սերունդներին, ովքեր կլինեն պատրաստ վերծանելու ճշմարտությունը, երբ ժամանակը կհասունանա։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախը վերջապես անկավ, երբ Սիլվայի մարգարեությունն իրականացավ ամենասարսափելի ձևով, մենք վերադարձանք այդ տետրին եւ փորձեցինք վերծանել մնացած կոդերը։ Հայտնաբերեցինք եւս 12 անուն, մարդիկ, ովքեր նրա ժամանակ ունեին իշխանություն եւ ովքեր հետագայում գտնվեցին կասկածելի վարքագծերի կենտրոնում։ Մենք չենք բացահայտի այս անունները այստեղ, իրավական պատճառներով, բայց մենք գիտենք, որ Սիլվա Կապուտիկյանը տեսավ համակարգը ներսից,
Տեսավ, թե ինչպես էր կոռուպցիան ուտում պաշտպանությունը, ինչպես էր ստախողությունը փոխարինում պատասխանատվությանը, ինչպես էր գաղտնի համաձայնությունը մերժում հրապարակային ճշմարտությանը։ Նա գրեց այս ամենը կոդերով, հույս ունենալով, որ մի օր ինչ-որ մեկը կհասկանա։ Այդ օրը եկել է հիմա, երբ արդեն ուշ է փրկելու համար, բայց ոչ ուշ է սովորելու համար։ 2006 թվականի հունիսի 21-ին Սիլվա Կապուտիկյանի հուղարկավորությանը ներկա գտնվեցին 100,000 մարդ։ Նրանք եկան Երևանի բոլոր անկյուններից, եկան գյուղերից, եկան նույնիսկ Արցախից։ Լացեցին, երգեցին նրա բանաստեղծությունները, խոսեցին նրա հայրենասիրության մասին, բայց քանիսը գիտեին իրականում, թե ինչքան նա պայքարել էր վերջին տարիներին, թե ինչքան զգուշացրել էր, թե ինչքան փորձել էր փրկել։ Հուղարկավորության օրը մենք հայտնաբերեցինք մի տեսարան, որը խորապես խորհրդածու էր։ Արկղի կողքին, ծաղիկների մեջ, ինչ-որ մեկը դրել էր մի փոքր քարտ, ձեռքով գրված. Դուք չլսեցիք, հիմա երկիրը վճարում է գինը։ Ոչ ոք չգիտի ով թողեց այդ քարտը։ Անվտանգության ծառայողները հեռացրին այն մի քանի րոպե անց, բայց լրագրողները հասցրին լուսանկարել։ Լուսանկարը հրապարակվեց միայն 17 տարի անց, 2023-ին, երբ Արցախի անկումը դարձավ փաստ, եւ այդ քարտի խոսքերը դարձան մարգարեական։ Պանթեոնում, որտեղ Սիլվայի գերեզմանն է, այժմ կա մի փոքր տախտակ, տեղադրված 2024-ին։ Այնտեղ գրված է. Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծուհի, մարգարե, զգուշացնող։ Նա տեսավ ապագան, բայց մենք չլսեցինք։ Տախտակը տեղադրվել է անանուն նվիրատուի հաշվին։ Երբ մենք հետաքննեցինք նվիրատուին, հայտնաբերեցինք, որ դա եղել է մի տարեց մարդ, ով ապրում էր պարզ բնակարանում Երևանի ծայրամասում։ Երբ հարցրինք նրան ինչու արեցիր սա, նա պատասխանեց. որովհետև ես եղել եմ նրանցից, ովքեր չլսեցին։ Եվ այժմ ես ապրում եմ մեղքի մեջ յուրաքանչյուր օր։ Մենք հարցրինք նրան, արդյոք նա եղել է այն տղամարդը, ով այցելել էր Սիլվային 1991-ին։ Նա չպատասխանեց ուղղակիորեն, բայց աչքերում արտացոլվեց այնպիսի ցավ, որը հնարավոր չէ կեղծել։ Ես եղել եմ նրանցից, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց վախեցան խոսել։ Եվ հիմա ես տեսնում եմ հետևանքները, յուրաքանչյուր գիշեր, երբ փակում եմ աչքերս։ Մենք հարցրինք, ինչու չխոսեցիր այն ժամանակ։ Նա նայեց մեզ հայացքով, որը լի էր հիասթափությամբ, ոչ թե մեր, այլ սեփական անձի նկատմամբ։ Որովհետև ինձ համոզեցին, որ լռելը ավելի պատասխանատու է, քան խոսելը։ Համոզեցին, որ եթե խոսեմ, ամեն ինչ կկործանվի։ Բայց ես չհասկացա այն ժամանակ, որ լռելով ես ինքս եմ կործանել ամեն ինչ։ Այդ հարցազրույցի ավարտից 2 ամիս անց այդ մարդը մահացավ։ Նրա բնակարանում մենք հայտնաբերեցինք մի փոքր տուփ, լի փաստաթղթերով։ Հին նամակներ, ծանոթագրեր, հիշողություններ, որոնք հաստատում էին բոլոր այն բաները, որ Սիլվա Կապուտիկյանը գրել էր իր կոդավորված տետրում։ Այդ փաստաթղթերը մենք հանձնեցինք պետական արխիվ, որտեղ դրանք հիմա մատչելի են հետազոտողներին։ Բայց ամենակարևոր փաստաթուղթը էր մի նամակ, որ այդ մարդը գրել էր Սիլվային 2006 թվականի մայիսին, մի ամիս նախքան նրա մահը։ Նամակում նա խոստովանում էր ամեն ինչ, թե ինչպես լռեցրին նրան, թե ում հրամանով, թե ինչպիսի սպառնալիքներ օգտագործեցին։ Եվ նամակը ավարտվում էր այս տողերով. Ներեցեք ինձ, Սիլվա, դուք ճիշտ էիք, եւ ես սխալ էի։ Հիմա ամբողջ աշխարհը վճարում է իմ լռության գինը։ Սիլվա Կապուտիկյանը երբեք չստացավ այդ նամակը։ Նա մահացավ մի ամիս անց, առանց իմանալու, որ նույնիսկ նրանք, ովքեր չլսեցին նրան, վերջապես հասկացան նրա ճշմարտությունը։ Բայց նամակը մնաց որպես վկայություն։ Վկայություն ոչ միայն Սիլվայի տեսլականության մասին, այլև այն մասին, թե ինչպես է փրկության հնարավորությունը կարող կորչել, երբ իշխանությունը ընտրում է հարմարավետ սուտը փոխարեն անհարմար ճշմարտության։ 2023-ին, երբ Արցախը անկավ, հազարավոր հայեր լքեցին իրենց տները, փախչելով դեպի Հայաստան։ Նրանց արցունքներում, նրանց ցավում, նրանց կորած տներում էր պատասխանը, ինչու մենք չլսեցինք Սիլվա Կապուտիկյանին։ Յուրաքանչյուր կորցրած տուն, յուրաքանչյուր փախստական, յուրաքանչյուր արտասուք էր ապացույցը, որ նա ճիշտ էր։ Այժմ, երբ արդեն ուշ է, մենք վերադառնում ենք նրա տողերին եւ տեսնում ենք ամեն ինչ գրված էր այնտեղ։ Ամեն զգուշացում, ամեն նախազգուշացում, ամեն մարգարեություն։ Բայց մենք ընտրեցինք լռությունը, ինչպես նրանք, ում նա զգուշացրեց։ Եվ հիմա մենք վճարում ենք այդ լռության գինը։ Հարցը մնում է. կսովորենք արդյոք դասը, թե կշարունակենք կրկնել նույն սխալները, մինչև հաջորդ մարգարեն գա, եւ մենք նորից չլսենք։